Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, քանի որ ձեզ հետ առաջ ենք ունեցել խոսելու եւ այսպես ըստ էության բացահայտված 8-10 դավաճանները, որոնց նաեւ այսպեսի որակում տվեց այսօր Աշակ arczepiskopos ասուլիսի ժամանակ, ովքեր հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, դա դավաճանություն է, իրենք հավասարաչափ այլևս կիսում են այս իշխանության, իդեմս Նիկոլ Փաշինյանի իրագործած բոլոր մեղքերը։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Ստեփանյան Մկրտիչ Սրբազանը իրենց կոչն էին հերթական ուղղել եւ այնտեղ մի ամենավերջին, որը դուք մեջ բերեք, մի շատ վախենալու իրականում ակնարկ են արել իրենց բանտված լինելու վերաբերյալ։ Խնդրեմ ես ամեն հետ կապված ձեր խոսքը։ Շնորհակալություն, ես եթե կհիշեք դեռ ամիսներ առաջ հենց այստեղ եթերից ասել էի, որ Փաշինյանական իշխանությունը կփորձի ներսից կազմաքանդել եկեղեցին։ Փաշինյանական իշխանությունը ներսից կազմաքանդեց մեր տնտեսությունը, մեր քաղաքականությունը, մեր անվտանգությունը եւ ես ասում եմ դեռ ամիսներ առաջ ասել էի, որ կկազմաքանդի նաեւ ներսից հայ առաքելական եկեղեցին, ինչը որ մենք տեսնում ենք։ Այն ինչ տեղի է ունենում այսօր եկեղեցու շուրջ, ի ուրախություն պիտի արձանագրեմ, որ Փաշինյանը այդ իր շրջիկ խմբի հետ է միայն փորձում ման գալ եւ մեր հասարակությունը դրան այդպես էլ չի արձագանքում եւ ի ցավ պիտի ասեմ, որ այս անգամ Փաշինյանական այդ կրկեսին միացան նաեւ որոշ հոգեվորականներ, որոնց վրա ճիշտ է մի մասը ասում են դե կոմպրոմատներ ունեն, դե իրենց անձնական կյանքից, դե իրենց շահածից, դե իրենց փողերից, իրենց լափածից, իրենց նրանից, ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ սա մեր պատմության մեջ առաջին անգամ չէ, որ մեր ինքնության վրա ոտնձգություն նվաճում է իրականացվում, սա հերթական նվաճումներից մեկն է եւ մեր պատմությունը ցույց է տվել, որ դավաճաների կողքին միշտ էլ գտնվում են համարժեք դավաճաներ, կլինեն եկեղեցու, պետության, մեր անվտանգության, գտնվում են այդ մարդիկ եւ կանգնում են այդ դավաճաների կողքին։ Կհիշեք, որ ժամանակին, երբ իշխանությունը հանձնվում էր Նիկոլ Փաշինյանին, իշխանություն հանձնող Սերժ Սարգսյանը ասում էր, ես ոչ թե Նիկոլ Փաշինյանին եմ պարտվել, այլ պարտվել եմ խոշոր ուժերին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ խոշոր ուժերի պատվերն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք տեսանք այդ խոշոր ուժերը իդեմս նաև մեր թշնամի երկիր Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջեցին Արցախի հայաթափում, պահանջեցին մեր ինքնիշխան տարածքից լավագույն դիրքեր իրենց զիջել, ճանապարհներ զիջել, Տավուշում անօրինական սահմանազատում իրականացնել։ Հիմա սահմանազատման գործընթացը տեղափոխվել է դեպի Սյունիք, արտահերթ սահմանազատում է փորձարվում իրականացնել Սյունիքում։ Այս մարդիկ ասեցին, որ պետք է Հայաստանի եկեղեցին, որ խաթարում է Կովկասի անվտանգությունը, պետք է քանդել, Նիկոլ Փաշինյանը հիմա այդ ճանապարհն է ընտրել, որովհետև չենք տեսել որևէ գործողություն, որ դրսից պարտադրվի, թելադրվի, հրահանգվի Նիկոլ Փաշինյանական իշխանությանը եւ դա Հայաստանում իրականություն չդառնա։ Ցավոք իրականություն է դառնում, որովհետեւ ինչպես բոլոր հասարակություններում, այդպես էլ Հայաստանում արդարները, արդարության համար մարտնչողները քիչ են, հարմարվող մարդիկ շատ են, իսկ վախկոտները, դավաճաները ավելի շատ թիվ են կազմում։ Մենք երեկ էլ եկեղեցում տեսանք այդքան հավաքվածներից, մի քանիսը համարձակություն ունեցան գոռալու, մի քանիսը արտասվելու, իսկ մյուսները, որոնք ասենք ժամանակին նույն ՀՀԿ-ի հետևից գոռում էին Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, չգիտես եւ այլն, հիմա էլ գոռում են Նիկոլ Փաշինյանի հետևից, դե դրանք այս հասարակության մեջ իրապես դեր չեն խաղում, բացառությամբ եթե ասենք ընտրություններին մեկն էլ իրենց չխափի, ասի եկեք գնանք սրան կամ իրենց չկաշառի, ես կարծում եմ դրանք ամենակաշառվող հատվածն են եւ այդ կաշառվող հատվածը կգնա ընտրությամբ իր ինչ որ գործողություն կիրականացնի, այդ որ 30 արծաթ ով շատ տա իրեն, ինքը կկանգնի նժարի այդ կողքին, իսկ հոգեվորականները, որոնք գնացին
Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպմանը, կարծում եմ, որ նրանք եւս կատարեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվերն ու պահանջը, որովհետև եթե շարքային քաղաքացին կարող է տրվել սադրանքի կամ կարող է չգնալ, մենք սրբազաներ գիտենք, ովքեր այսօր բանտված են, կարող էին, չէ, դաշն կնքել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ եւ խաղաղ ու հաշտ ապրել, բայց այս սրբազաները կանգնեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջների կողքին, կանգնեցին այն պետությունների պահանջների կողքին, որոնց միակ ցանկությունը ցավոք Հայաստանը աշխարհի քարտեզի վրայից վերացնելն է։ Ես նորից եմ ուզում դիմել իմ հավատավոր ժողովրդին, ասելով, որ Փաշինյանական իշխանությունը էլի կփորձի որսալ որոշ հոգևորականների, էլի կփորձի որոշ մարդկանց վրա կոմպրոմատներով, վախով, փողով, պաշտոնով խաբել, բերել հաջորդ կիրակի մեկ այլ եկեղեցի, մենք չպետք է տրվենք այդ սադրանքին եւ նաեւ չենք կարող ասել, որ եկեղեցին կարող է միայնակ այս ամենի դեմ պայքարել, որովհետև եկեղեցին ինքը 7 տարի պայքարում է, 7 տարի պայքարում է, ոչ միայն Փաշինյանի, այլև նրան այս երկիր ներմուծած արտաքին ուժերի դեմ։ Մենք պետք է բոլորս կարողանանք համախմբվենք մեր ինքնության, մեր պահպանման, մեր հայ առաքելական եկեղեցու շուրջ, որպեսզի թույլ չտանք, որ արտաքին ուժերը, մենք նույնիսկ կհիշենք, որ ժամանակին մեր պատմությունը վկայում է, որ պատերազմներ են եղել եկեղեցին գրավելու, նվաճելու, սա այդ դեպքերից մեկն է եւ չպիտի խառնվենք իրար, այլ այս գործողությունները պետք է հավատավոր հայ ժողովրդին ավելի հավաքական դարձնի եւ մենք պիտի հասկանանք, որ սա հայ առաքելական եկեղեցու, սա կաթողիկոսի պայքարը չէ, սա մեր լինելու, այս իշխանությանը օր առաջ վռնդելու եւ Թուրքիայից ու ադրբեջանական լծից ազատվելու պայքար պիտի լինի։ Դուք ասում եք, որ սրբազաները նաև այդպիսի հայտարարություն են տարածել, որ մտահոգություն ունեն, թե օրինակ Նավասարդ Կճոյանը կամ մյուս այդ ստորագրած հոգևորականները կարող են իրենց բանտման հետևում կանգնած լինել Փաշինյանի կողքին, ես չեմ բացառում, չեմ հաստատում եւ չեմ էլ բացառում, Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաև մեր եւ Մկրտիչ Սրբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են։ Նախ այս մասը կուզեմ մեկնաբանություն տակ, հետո եւս մեկ հատված կմեջբերեմ։ Տեսեք, ես ասում եմ, ես չեմ բացառում, բայց չեմ էլ կարողանում լիարժեք հաստատել, բայց այն հոգևորականները, ովքեր կարողացան այս ծանր պահին կատարել թուրքական պատվերը, չեմ բացառում, որ կարող են նաև այդ մարդկանց բանտման գործում իրենց լուրջ ազդեցությունը ունեցած լինեն, տեսանյութեր, խոսակցություններ, հեռախոսազրույցներ, չգիտեմ, 1000 ու մի բան կարող են փոխանցած լինել Փաշինյանական իշխանությանն, այնպես որ այդ մտահոգությունը ես կիսում եմ, որովհետև եթե այսօր շարքային քաղաքացին կարողանում է գալ էկրանից խոսել առանց վատ զգալու, որ հաջորդը իր դուռը կարող են թակել առանց վախենալու, ես կարծում եմ իրենք այս տարիներին, որոնց ժողովուրդը որոշակիորեն մտել է այդ եկեղեցիներ, նաև իրենց աղոթքն ու պատարակն է ստացել, ես կարծում եմ իրենք պարտավոր էին կանգնել իրենց հոտի կողքին եւ ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի մուսուլմանական այդ կրոնական նաեւ հովապետի կողքին։ Եվ նաեւ սրբազանները իրենց նամակի առաջին մասում ասում են. «Խնդրում եւ առաջարկում ենք վեհապար հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը, անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսաց ժողով, ապահովելով մեր 3 սրբազանների մասնակցությունը կամ մեր ազատությունից հետո»։ Խնդրեմ։
Նաև դիմելով թեմերի քահանաներին դուք պարտավոր եք այլևս չի ենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վարկյան առաջ հավատարմություն հայտնել վեհապար հայրապետին։ Դե իհարկե դա ճիշտ է ասված, որովհետև ես ինչու քիչ առաջ ասացի, որ հայ առաքելական եկեղեցին արդեն 7-8-րդ տարին է շուտով լրանում, որ պայքարում է այդ արտաքին ուժերի դեմ, դիմադրություն է ցույց տալիս, ինչպես շարքային հավատավոր հայը, այնպես էլ որևէ եկեղեցում իր ծառայությունը մատուցող եկեղեցականը պարտավոր է այսօր կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին։ Դե հիմա ժողով հիմա կկազմակերպեն, թե երբ կկազմակերպեն, երբ կհրավիրեն այդ եկեղեցական ժողովը, դա կաթողիկոսը ինձանից շատ ավելի լավ գիտի։ Ես մի բան գիտեմ, որ չպետք է տրվենք թուրքական ու ադրբեջանական այս պահանջին, որովհետև նույնը ասում ենք էջմիածնեցիներին, ասում ենք դուք չեք ընտրում այսօր այդ մեխակյան արգիշտին, դուք ընտրում եք նվաճել հայ եկեղեցին, թույլ տալ նվաճել հայ առաքելական եկեղեցին, թե թույլ չտալ։ Տեսեք այդ ընտրությունից հետո ինչպիսի ոգևորություն ու այսպես Փաշինյանը միանգամից առաջամարտիկը դարձավ, արդեն առաջ գնում էր այդ մարզերի եկեղեցիներ, որտեղ գիտեր, որ իր այդ շրջիկ խմբին կտանի մարդ չի տեսնի, այստեղ Երևանը, այստեղ շատերը ինձ թվում է հաջորդ հավաքը եթե լինի օրինակ Սուրբ Երրորդություն եկեղեցում, այնտեղ շատ ավելի մարդիկ կհավաքվեն, շատ ավելի ազդեցիկ խոսքեր կհնչեն եւ շատ ավելի մարդ իրեն թույլ կտա բացականչել, օրինակ Նիկոլ Դավաճան կամ Նիկոլ չգիտես ինչ, այդ եթե իրենց թույլ են տալիս եկեղեցում ծափահարել եկեղեցին վերածել կրկեսի նիկոլական այդ թայֆան, ինչու մարդիկ էլ կգտնվեն, որ եկեղեցին կվերածեն այն վայրի, որտեղ պետք է ճիշտ խոսքը հասցնել նաև առ Աստված, ես այդպես եմ կարծում։ Իսկ այնինչ այս իշխանությունը այս տարիների ընթացքում իրականացրել է, դա ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դեմ է իրականացրել է մեր ամբողջ հասարակության դեմ, մեր հավատի, մեր ինքնության, այստեղ ես ուզում էի նաև ասել, թե ինձ համար տարօրինակ էր Արցախի թեմի առաջնորդի մասնակցությունը, որովհետև Ես այս օրերին նաև շատ արցախցիների հետ, որոնց հետ եւ շփվում եմ եւ ընկերություն եմ անում, իրենք չեն հասկանում, թե ինչպես դա կատարվեց, բայց կատարվում է շատ պարզ, մենք տեսանք նաև Արցախից թեմի առաջնորդ մեկին, ով իր հոտը մնաց Արցախում, ինքը գնաց Միացյալ Նահանգներ։ Միշտ էլ ինչպես մարդը եկեղեցականը դա Քրիստոսը չէ, մարդ է, միշտ էլ տրվում է գայթակղության, միշտ էլ կարողանում է վախի զգացում ունենալ կամ միշտ էլ կարողանում է իր շահը վերդասել հավատքից եւ ամեն ինչից։ Այս պարզ պատճառն է, որ Արցախի թեմի առաջնորդը եւս մաս է կազմել այն իշխանությանը, որ հարյուրավոր պատմական եկեղեցիներ այսօր թողել է թուրքի ոտքի տակ, որոնք կրնկակոխ են անում մեր եկեղեցիները, հարյուրավոր ասացի 385 շնորհակալ եմ հուշելու համար, դա մեծ թիվ է, դա սարսափելի մեծ թիվ է եւ այսօր մեր այդ եկեղեցիները, պատմամշակութային արժեքները, նաեւ այդ հովապետի գուցե գործողությունների արդյունքում, գուցե այն ժամանակ էլ է Փաշինյանի հետ կապ ունեցել, ես չեմ կարող ասել, բայց նաև այդ գործողությունների արդյունքում է վստահ եմ, որ մնաց այսօր թուրքական կրնկի տակ։ Ես բացի մեր այս եկեղեցու դեմ արշավից ես ուզում եմ նաև անդրադառնալ, քանի որ այդ հարցը միշտ մեր օրակարգում է, ես ուզում եմ անդրադառնալ նաև մեր անհետ կորածների եւ գերիների հարցին եւ հատկապես ուզում եմ դիմել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, բավական է պղծեք այդ հարցը։ Բավական է այդ հարցը դարձնեք ձեր քաղաքական խաղերի առարկան, որ Ալեն Սիմոնյան, դու այդպես հպարտ կանգնում եւ ասում ես, իսկ ասում եմ մի վերջնական թիվ 3833, որ այլևս չասեք, մենք այդքան սպանված չունենք, մենք այդքան զոհ չունենք, չեք ամաչում դուք։
Ի վերջո դուք չեք ամաչում, չէ՞ որ այդ զոհերը ամեն մեկը մի ընտանիքի լույս ու ճրագ է։ Դուք ինչպես եք կարողանում մանիպուլացնել այդ թիվը։ Կհիշեք, այս ընթացքում 9 տարբեր թվեր են հնչել, եւ Ալեն Սիմոնյան քո քաղաքական հոր բերանից, եւ քո բերանից, եւ ձեր այն ասում են, չէ, Գյումրու հրեշ Քոչարյան Անդրանիկի բերանից։ Այդ տղաները դուք կարող եք ձեր ընտանիքի անդամների հետ այդպես վարվեք, ասեք, այսքան ծախսեցինք, այնքան առանք, այդ տղաները, դրանցից ամեն մեկը այս հողի համար իր ամենաթանկ բանն է նվիրել կյանքը, եւ որևէ մեկը իրավունք չունի մանիպուլացնել այդ թվերը։ Ես հիմա կարդամ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ, հարգելի ժողովուրդ, լսեք, խոսվում է մեր գերիների թվի մասին։ Դա այնքան հեշտ է պարզել, շատ հեշտ է պարզել, բայց քանի որ այս իշխանությունը ամեն ինչ գաղտնի է պահում մտածելով, որ իր գաղտնիությամբ կկարողանա ինքը ինչ-որ իրեն բան դասել, վերդասել կամ իր հեղինակությունը բարձրացնել, ես հիմա կարդում եմ, Նիկոլ Փաշինյան առաջին անգամ հայտարարել է, որ ունենք 3439 զոհ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հետո հայտարարել է, որ ունենք 3621, ուշադիր, պլյուս մինուս 50, և այս պլյուս մինուս 50-ը խոսքը գնում է ամեն մի տնից զոհված 18-20 տարեկան երեխայի կյանքի մասին։ Հետո նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 3700 թիվը, հետո հայտարարվել է 3773 թիվը, հետո հայտարարվել է 3777 զոհի մասին, հետո հայտարարվել է 3809 թիվը, մի 10 օր առաջ Գյումրու հրեշ իրենց Քոչարյան Անդրանիկը, ինչի են ասում Գյումրու հրեշ, որովհետև ասում են, որ շատ են ասում մարդիկ, որ այդ երկրաշարժի ժամանակ այդ օգնությունը մսխել է, հայտարարեց 3812 թվի մասին։ Օրեր հետո այս ազգային ժողովի նախագահ ասում է, վերջին անգամ ասում եմ ականջներիդ ոնց որ տեսեք, բառացի չեմ ասում, օղարեք, 3833 է։ Լավ չեք դուք, դուք հասկանում եք, որ դուք խոսում եք մեր զոհված տղերքի մասին։ Այս հողի համար իրենց ամենաթանկը նվիրած ընտանիքների կորստի մասին, դուք հասկանում եք, դուք ինչի մասին եք խոսում։ Ինչպես կարող եք դուք անգամ այս թվերը պղծել։ Դրա համար, երբ որ դիմում ենք մարզպետարաներին, և ասում ենք տվեք մեզ զոհերի թվեր, որքան զոհ կա, ասում են դա գաղտնի է։ Գաղտնի է, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ այս իշխանությունը այս թիվը միշտ մանիպուլացնում է։ Հետն էլ ասում են, ով որ ասում են 5000 զոհ կա, էնի էսա, էնի էնա։ Ես էլ ասում եմ, ով որ կասի այս թվերը ամեն անգամ տարբեր է, ուրեմն սա էնա։ Դե գնացեք ու իմացեք։ Դե ոնց կարող եք այսքան պիղծ լինել դուք այս ամենահումանիտար, ամենամարդկային ցավի հետ։ Դուք որ ապրումակցում չունեք, դա շատ պարզ երևում է։ Դուք որ մարդատյացեք, հայատյացեք, շատ պարզ երևում է։ Բայց ես արդեն քանի օր չեմ կարողանում հաշտվել, այսպես իմ առաջ դրել եմ այս թվերը ու այսպես նայում եմ։ Լավ, ինչքան կարող եք դուք պղծել։ Դուք նույն ձևով ասում եք, մենք ենք հրամանը տվել զորքերի հետ քաշման, ասենք Նիկոլ Փաշինյան ասում է հրամանը ես եմ տվել զորքերի հետ քաշման, այո, կատարել է Վաղարշակ Հարությունյանը, հետո անցնում են տարին, դե այնքան սուտը պիտի դնեն իրենց ամբողջ արխիվը, չէ, կչփորեն, պահիտակ ասում է ես նման բան ասել եմ, ես երբ եմ նման բան ասել։ Հետո են ման են գալիս, տեսնեն ուն վրա ինչ խնդիր բարդեն, ուն վրա ինչ քրեական գործեր հարուցեն։ Էս եք դուք հրամանը տալիս եք, դուք հողը հանձնում եք, դուք ժողովրդին անտուն թողնում եք, դուք Հայաստանի ինքնիշխան տարածքում թուրքին բերում նստացնում եք, ու մտածում եք, այդ երբ ենք արել։ Հետ գնացեք ձեր արխիվները նայեք ու տեսեք, թե դուք ընդհանրապես ինչ եք արել ու
Ինչ եք բերել այս հասարակության գլխին։ Ես կարծում եմ, խոսքը նաև անհետ կորածների թվի մասին է, խոսքը նաև անհետ կորածների ընտանիքների մասին է։ Դուք այդ մարդկանց արդեն 5 տարին կլրանա տանում բերում եք։ Հենց մի քիչ սկսում են գործերը այսպես խորանալ, մարդիկ ընտանիքները մտնում են քննչական ածը, փոխում են, քննչականի պետը փոխվեց, գալիս է, ասում է, իմ զրոյական կետից եմ սկսում, ածը փոխվեց, ասում է, ես տեղյակ չեմ, ես գալիս եմ նորից սկսեմ այդ ամեն ինչը ուսումնասիրել։ Ու այսպես այդ մարդկանց ձեր մատների վրա դուք խաղացնում եք։ Հետն էլ կանգնում ասում եք, այս մենք վստահ ենք, որ Ադրբեջանում ոչ մի գերի չի մնա, այդ թվում եւ ռազմաքաղաքական։ Ալեն Սիմոնյան, որտեղից է այդ վստահությունը քեզ։ Գուցե այնտեղից, որ այս վերջերս այն մի քանի $1000 2-3 օրվա համար $30,000 ինչքան էլ վճարեցիք, ասում են քաղ հասարակության, ես ասում եմ Փաշինյանական իշխանության մի քանի ներկայացուցչի, որոնց անունը քաղ հասարակություն եք դրել, ուղարկեցիք Բաքու, ովքեր եկան ու բերեցին Ալիևի օգնական Հաջիևի այսպես բանը, թե Հաջիևն ասում էր, մենք այլևս պատերազմի չենք գնա Հայաստանի հետ։ Ինչ գնան, դուք ամեն ինչ տալիս եք։ Ինչ գնան, դա այն Հաջիևն էր, որ հրճվում էր մեր տղաների արյան վրա, ինչ գնաք, ուր գնան պատերազմի, հիմա կարդում եմ նույն Հաջիևը այսօր, այստեղ գալուց ասել էր, որ պետք է Եվրամիությունը եւս ներգրաված լինի Զանգեզուրի միջանցքի հարցում, իրենք ումը ուզում են, բերում մտցնում են մեր տարածք, այլևս մենք մեր հող ու ջրի հետ ինքնուրույն աշխատել չենք կարողանում։ Մենք չգիտենք մեզ վաղը ով ինչ է պարտադրելու, ինչ պատերազմ, դուք բերել մտցրել եք մեր երկիր, ինչ պատերազմի մասին է խոսքը, դուք հիմա պատրաստվում եք այդ կես միլիոն ադրբեջանցուն այստեղ կարմիր գորգով ընդունելու, ինչ պատերազմի մասին է խոսքը, դուք կես միլիոն ադրբեջանցի եք մտցնելու Հայաստան, դեռ ասում եք պատերազմ, Չէ, դեռ ասում եմ պատերազմ չի լինելու, Հաջիևը ասել է, որ պատերազմ չի լինելու, դե Արցախում էլ պատերազմ չկա, տեսեք, մեզ նույն, եթե արցախցիները այդ իրենց ամեն ինչը մի ճամպրուկի մեջ դրեցին դուրս եկան, մեզ վաղը դա էլ չի հաջողելու, մենք այդ դուրս գնալու տեղն էլ չունենք, այնպես չի, որ Եվրոպան այսպես դռները բացել ձեզ է սպասում, արդեն քանի տարի է ոչ մի հայ փախստականի չեն ընդունում, ասում են գնացեք ձեր ժողովրդավար երկիրը, ձեր կայացած երկիրը գնացեք ապրելու, ոչ մի փախստականի այնտեղ թուղթ չեն տալիս, մտածում եք հեսա վազելու եք Մակրոնի երկիր, չարաչար սխալվում եք, ձեզ այնտեղ տեղ չկա։ Ռուսաստան եք ուզում 3 միլիոն ավել հայ է այնտեղ ապրում եւ այսօր այդ հարաբերությունը ամեն օր այս իշխանությունը Ռուսաստանի Դաշնության հետ փորձում է փչացնել ամեն օր մտածում եք ճամպրուկները վերցնելու եք այնտեղ գնաք հումանիզմ ոչ մեկից չսպասեք սպասեք ինքներդ ձեզանից եւ այս իշխանությանը օր առաջ հեռացնելուց քանի այս իշխանությունը կա ես ասում եմ դուք ճամպրուկները հավաքելու եք ձեր եւ չգիտեմ, կամ գնալու եք իրենց տանը ստրուկ աշխատեք ադրբեջանցիների ու թուրքերի, հենց ադրբեջանցիների, գնալու եք աշխատեք, ցավալի է սա, բայց հենց դա է լինելու։ Եվ այս մի քիչ ավելի լայն թեմաներից անցում կատարեմ Երևանում օդի աղտոտվածության թեմային, երեք տեսա, որ Երևանի 9%-անոց քաղաքապետը նույնպես Սուրբ Սարգիս եկեղեցում էր ու այս օրերին որ խոսում են ասում են Երևանի օդը աղտոտ է ասում են միտեղ տերև են վառում միտեղ չգիտես ինչ են անում միտեղ էս են անում միտեղ են անում ոչ Տիգրան Ավինյան դու չկարողացար
աշխատել Երևանի քաղաքապետ։ Դու Երևանցու գրպանը մտնող քաղաքապետ դարձար։ Երևանցուն հալածող, Երևանցուն հարստահարող քաղաքապետ դարձար։ Իհարկե Երևանի օդի աղտոտվածությունը շատ մեծ է, որովհետև դու այսօր յամշան ավելի կռիվ ես տալիս, յամշան ավելի տենդերի կռիվ ես տալիս։ Ամբողջ աշխարհը անցել է իր մայրաքաղաքը, իր քաղաքը, իր ավանը, իր գյուղը մաքրելու քաղաքակիրթ եղանակի, դու դեռ յամշան ավելի տենդերի կռիվ ես տալիս։ Յամշան ավելով ես հիշում եմ իմ տատը 70-ական թվականներին մեր բակներ մաքրում։ Անցել է 50 տարի։ Գնացեք Եվրոպայից շատ եք խոսում, սիրում եք խոսել, բա գնացեք Եվրոպա տեսեք յամշան ավելով փողոց են մաքրում։ Ինչի պիտի տերևները այրվի, այսքան հարկ ու տուրք եք բարձրացրել, ինչի պիտի Երևանի ամեն համայնք չունենա իր փոշեկուլ մեքենան, ինչի պիտի այդ փոշեկուլ մեքենաները այգիներից տերևները չմաքրեն։ Որ դուք գրպանեք, որ քո հայրը դառնա փողատեր, մայրը դառնա էլիտար լավ կես միլիոնանոց շենքի տեր։ Այդ դրա համար չեք գնում։ Հիմա ձմեռ է մոտենում, հիմա էլ կասեն սառույցը չկարողացանք մաքրել, մեքենաներ եկան, սխացին, գնացին, նույն պատմությունը ինչ անցած տարի ձմեռներ, որովհետև դուք, ասում եմ, ձեր քաղաքապետ աշխատելու նիշը յամշան ավելից ենկո չանցավ։ Դուք հլե են, որ դաշտերից հավաքում են այդ ավելը, բերում են, դուք դրա տենդերն եք հայտարարում։ Ես չգիտեմ, ոչ Վրաստանում, նման բան չկա, գնացեք Վրաստան, տեսեք, անցած օրը գիշերով քայլում է մի տիկին, մի ձեռքը ձեռնափայտ, մյուս ձեռքը այդ յամշան ավելը փողոց է մաքրում, և գիտես ինչքան էր վճարվում, 75,000 դրամ, բա չասեմ, որ դուք սրիկայություն եք անում Երևանցու նկատմամբ, բա չասեմ, որ դուք խուլիգանություն եք անում Երևանցու նկատմամբ, փողոցները քանդում եք, օրերով փոշին լցնում եք, այդքան շինարարական թույլտվություն ես տվել, շին թույլտվություններ ես տվել, հետևներից գնացել ես, ինչու չեն ջրցան մեքենաները, ինչու չեն մտնում այդ փոշին վերացնում, ինչու ես մարդկանց սարքում հիվանդ, որովհետև այս մարդիկ սիրում են գրպանել, սիրում են իրենց գրպաները լցնել, եթե Տիգրան Ավինյանը ստացած լիներ ոչ թե 9%, այլ ստացած լիներ գոնե 40%, ես վստահ եմ ինքը այսպես չէր վարվի։ Բայց քանի որ 9%-անոց քաղաքապետ է դարձել ու հսկա Երևանը իր ոտքերի տակ է, Տիգրան Ավինյանը մինչև իր պաշտոնավարման ավարտը Նիկոլ Փաշինյանի հետ կմասնակցի և եկեղեցու քանդմանը, և մեր առողջության քանդմանը, և Երևանի քանդմանը, ինչը որ այսօր իրականացվում է։ Այսքանը, եթե… Վերջին հարց, Տիկին Ստեփանյան, վերջերս Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսաուղերձ էր հրապարակել և հետո երկրորդ անգամ երբ խոսել էր իր նախորդ խոսքի մասին էր ասել, որ դեռ բաներ տված այդ ինքը առաջիկայում, նաև ասել էր ստեցան իր հայտարարությունների մասով այս իշխանությունների դեպս Փաշինյանը իրար են խառնված։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Դե իրար կխառնվեմ, որովհետև դա իրենց մասին է և դա Արշակ Կարապետյանի կողմից հնչեցրած հարցերի պատասխանը դեռ Նիկոլ Փաշինյանը չի տվել, ես մտածում եմ, որ պիտի այդ հարցերը, որոնք հանրության լայն շրջանակի մոտ գոնե ես այդ արձագանքները ստանում եմ, մեծ հետաքրքրություն են ստանում, պետք է այդ հարցերի պատասխանները տան և այդ ինչ է Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը WhatsApp-ով խոսել, ձայնագրել գիտի, մյուսները այդ WhatsApp-ի խոսացածն ու ձայնագրությունը անելու հնարավորություն չունեն և բացի այդ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ ես կարծում եմ նաև պետք է նախկին իշխանությունները այդ հարցերին պատասխանեն, որովհետև այնտեղ շատ ու շատ հարցեր գնում էին 99 թվական, բայց սա նաև խոսում է այն բանի մասին, որ գեներալ Արշակ Կարապետյանը, ով նաև Հայաստանում ձևավորել է քաղաքական ուժ համահայկական ճակատ կուսակցությունը և այդ շարժումը շատ տարբերվող են գործում և իրենք չեն այսպես ամեն օրվա խնդիրների հետևից չեն գնում, հետևանքների հետևից չի գնում, այլ գնում է դրանք ծնող
պատճառների հետևից։ Ես կարծում եմ, այն, ինչ մենք այսօր ունենք, դրանք ունեն իրենց լուրջ պատճառները եւ այդ պատճառները թաքնված են հենց այս բարձրաձայնված շատ սկանդալային հարցերի պատասխանների մեջ, երբ որ կլինեն այդ պատասխանները, այդ ժամանակ գուցե եւ լույս սփռվի, թե ինչպես Փաշինյանը եկավ իշխանության, ինչպես 18 թվականին նա այսպես վերցրեց երկրի ղեկը իր ձեռքին եւ դրա սկիզբը ըստ այդ հարցադրումների սկսվում է 99 թվականից, այսինքն 99 թվականից այդ խոշոր մեծ գաղտնի ուժերը պատրաստվել էին 18 թվականին։ Սա նաև խոսում է այն մասին, որ գեներալ Արշակ Կարապետյանը գործում է ինքնուրույն եւ ինքը Հայաստանում երկար տարիներ պաշտոն է զբաղեցրել, կարծում եմ նաև տեղեկատվության է տիրապետում եւ որոշակի հարցադրումներ, որոնք իսկապես մեծ այսպես իրարանցում են առաջացրել այս պահին նաև հայ հասարակության, հատկապես օրինակ դասախոսների շրջանում, տնտեսագետների, քաղաքագետների այս ընթացքում այդ հարցերը նաև շոշափվել են, ես կարծում եմ դա խոսում է նաև մեր ոչ ստանդարտ գործողության մասին։ Այսքանը, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ